10 կողմ 62 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր ազգային ժողովում մերժվեց կառավարության նողված կոռուպցիայի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հարցապնդումը։ Մինչ քվեարկությունը Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը պարզաբանեց, որ փաստաթուղթը ընդամենը առաջարկություն է կառավարությանն ու գլխավոր դատախազին։ Դե ուրեմն եկեք միասին քայլ անենք այդ չարիքի հաղթահարման ուղղությամբ։ Եթե դուք չեք անում այդ քայլը, նշանակում է դուք դառնում եք կոռուպցիայի գլխավոր պաշտպանը։ Լևոն Զուրաբյանի այս կոչը նյարդայնացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Մենք դեմ ենք քվեարկելու, անհեթեթությունները չենք կարող իրավական տեսք տալ։ Վարման կարգի հետ կապված ձայն խնդրեց ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն մինչ նրա ելույթը Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խոսել միայն վարման կարգից եւ ոչ թե հարցի բովանդակությունից։ Բովանդակային քննարկումից մի խանգարեք։ Հանրապետական խմբակցությունը քվեարկելու է դեմ։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեզ բոլորի թիմա Դահլիճում խնդրում եմ կարգ ու կանոն։ Վիճաբանությունից հետո քվեարկության դրվեց Հայ ազգային կոնգրեսի հարցապնդումը եւ պարզ դարձավ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ Մենք հակ գործընկերներին տեղեկացրել ենք մեր մոտեցման մասին, որոշ ձևակերպումների հետ մենք ունենք որոշակի վերապահում։